Նվիրիր քո օրետիրոջը եւ օրհնվիր։ Սաղմոս 23:91։ Դատարեցրեք ամեն ինչ հիմա։ Դուք պատրաստվում եք մտնել մի աղոթքի մեջ, որը փոխեց մի ամբողջ ազգի ճակատագիրը ավելի քան 1700 տարի առաջ։ Աղոթք, որը սատարեց աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդին կոտորածների, ցեղասպանությունների, ներխուժումների եւ հալածանքների միջով։ Աղոթք, որը հավատքի բոցը վառ պահեց, երբ ամբողջ կայսրություններ փորձեցին մարել այն։ Գիտեք, թե աշխարհում որն էր առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեություն։ Դա Ռոմը չէր, դա Երուսաղեմը չէր, դա Հայաստան էր։ 301 թվականին, երբ քրիստոնեությունը դեռևս դաժանորեն հալածվում էր ռոմեական կայսրությունում, երբ քրիստոնյաներին նետում էին առույցների առաջ, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը դավանելը նշանակում էր մահվան դատավճուր, Կովկասյան լեռներում գտնվող մի փոքրիկ երկիր Հայաստանը արել է անհնարինը։ Տրդատ երրորդ թագավորը Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ միասին ամբողջ ազգը հռչակեց քրիստոնյա։ Եվ այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 1723 տարի, պատմության մեջ երբևէ գրանցված ամենասարսափելի հալածանքների 1915 թվականի 150 միլիոն հայերի սպանած ցեղասպանության, պարսկական, արաբական, մոնգոլական, թուրքական եւ խորհրդային ներխուժումների միջով։ Հայկական հավատքը երբեք չմեռավ։ Ինչու՞։ Որովհետև նրանք գիտեին մի գաղտնիք՝ հին աղոթքի արձանագրություն։ Տիրոջը ամեն օրը նվիրելու մի ձև, որը ստեղծեց անթափանց հոգևոր վահան։ Եվ այսօր դուք կսովորեք այդ գաղտնիքը։ Այսօր դուք կմտնեք այս սրբազան ավանդույթի մեջ, որը գրեթե 2000-ամյակ է։ Այսօր դուք ձեր օրը կնվիրեք այնպես, ինչպես դա անում էին հայ նահատակները, նախքան իրենց հավատքի համար մահվան դեմ արդեմ կանգները։ Եվ երբ դուք դա անեք, ինչ-որ գերբնական բան կպատահի։ Աստվածային պաշտպանությունը կգործի ձեզ վրա։ Նախնիների օրհնությունները կսկսեն հոսել։ Հինավուրց օծությունը կիջնի քո կյանքի վրա։ Բայց ինձ հիմա քո ամբողջական ուշադրությունն է պետք։ Որովհետև այն, ինչ ես պատրաստվում եմ բացահայտել, պարզապես սովորական աղոթք չէ։ Դա օծման սրբազան ծես է։ Դա բաժանման մարգարեական գործողություն է։ Սա պատերազմի հայտարարություն է խավարի դեմ։ Այսպիսով խորը շունչ քաշեք։ Պատրաստեք ձեր սիրտը։ Բացեք ձեր միտքը։ Միացեք ինձ այս հոգևոր ճանապարհորդությանը, որը ընդգրկում է դարերը։ Արանատ լեռան սրբազան ժառանգությունը։ Գիտեիք, որ Նոյի տապանը կանգ է առել Հայաստանի լեռներում։ Ծննդոց 8:4-ում ասվում է. «Եվ տապանը կանգ առավ»։ Արարատ լեռների վրա։ Արարատ լեռը, որը Հայաստանի սրբազան խորհրդանիշն է, առաջին վայրն էր, որտեղ ջրհեղեղից հետո մարդկությունը ոտք դրեց չոր հողի վրա։ Այնտեղ էր, որ Նոյը կառուցեց Տիրոջ առաջին զոհասեհանը։ Այնտեղ էր, որ Աստված ուխտ կնքեց մարդկության հետ։ Այդտեղից էլ ամեն ինչ նորից սկսվեց։ Եվ պատահական չէ, որ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը այս սրբազան լեռը որպես իր խորհրդանիշ ունի, որովհետև Հայաստանը իր հոգևոր դնթեյում կրում է ուխտի, վերականգնման եւ աստվածային պահպանության ժառանգությունը։ Երբ դուք մտնում եք հայկական աղոթքի ավանդույթի մեջ, դուք պարզապես աղոթք չեք ասում, դուք կապվում եք 1723 տարվա անսասան հավատքի հոգևոր տոհմի հետ։ Դուք ձեզ դասում եք սրբերի հետ, ովքեր մահը նախընտրեցին Քրիստոսին ուրանալուն։ Դուք խմում եք նույն աղբյուրից, որը միազգ պահեց անհնարինի միջով։ Եվ այսօր այդ օծումը հասանելի է ձեզ։ Փակեք ձեր աչքերը հիմա։ Նույնիսկ եթե շարժվում եք, մի պահ փակեք աչքերը։ Պատկերացրեք Արարատ լեռը ձյունով ծածկված, վեհաշուք, անսասան։ Պատկերացրեք տապանը հանգստանում է փոթորկից հետո։ Պատկերացրեք Նոյին դուրս գալով եւ ծնկի իջնելով երկրպագելու։ Ինչպես Աստված փրկեց Նոյին ջրհեղեղի ժամանակ։ Ճիշտ այնպես, ինչպես Աստված պահպանեց Հայաստանը 1700 տարվա հալածանքների ընթացքում։ Աստված կպահպանի քեզ ցանկացած փոթորկի մեջ, որին կարող ես բախվել։ Սա այն խոստումն է, որը մենք այսօր ակտիվացնելու ենք։ Բայց նախ դուք պետք է անեք այն, ինչ հայերն արեցին 301 թվականին։ Դուք պետք է այն ամբողջությամբ սրբազանեք։ Ինչ է նշանակում իսկական սրբագործումը։ Օցել բառը հին հայերենում սրբագրել է, սրբագրել։ Դա նշանակում է բաժանել, սրբագործել, սրբագործել։ Երբ Տրդատ երրորդ թագավորը օցեց Հայաստանը, նա պարզապես չասաց՝ հիմա մենք քրիստոնյաներ ենք։ Նա ոչնացրեց հեթանոսական տաճարները։ Նա այրեց կուռքերը։ Նա վտարեց կեղծ կրոնների քահանաներին։
Նա ամբողջությամբ առանձնացրեց ազգը Աստծո համար։ Եվ սա այն է, ինչ դուք պետք է անեք ձեր այսօրվա օրվա հետ։ Ոչ թե պարզապես առավոտյան արագ աղոթք, բայց լիարժեք նվիրաբերում յուրաքանչյուր ժամի, յուրաքանչյուր րոպեի, յուրաքանչյուր վայրկյանի, որը Աստված տալիս է ձեզ այսօր։ Սա նշանակում է. այսօրը առանձնացրեք մյուս բոլոր սովորական օրերից եւ հռչակեք այն սուրբ։ Սրբագործեք ամեն գործունեություն, աշխարհիկ աշխատանքը վերածելով սրբազան պաշտամունքի։ Սրբազան դարձնել յուրաքանչյուր զրույց, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր միտք։ Եվ երբ դուք դա անում եք, երբ ձեր օրը իսկապես նվիրում եք Տիրոջը, տեղի է ունենում մի արմատական բան։ Դուք այլևս չեք ապրում սովորական օրով։ Դու ապրում ես օծված օրով։ Դու պարզապես սովորական օր չես անցկացնում։ Դուք օրը կանցկացնեք պաշտպանված։ Դուք այլևս չեք զգում դատարկ ռեժիմ։ Դուք քայլում եք օրհնված ճանապարհորդությամբ։ Հիմա դրեք ձեր աջ ձեռքը ձեր սրտի վրա։ Զգացեք ռիթմերը։ Այս բաբախող սիրտը այլևս քեզ չի պատկանում։ Այսուհետ նա պատկանում է Տիրոջը։ Այս օրը, անկախ նրանից այն նոր է սկսվում, թե արդեն ընթացքի մեջ է, այլևս քոնը չէ։ Այն պատկանում է Տիրոջը։ Այս կյանքը, որ դու ապրում ես, այլևս քեզ համար չէ։ Այն բարձրյալի փառքի համար է։ Եվ հիմա մենք կասենք նվիրաբերման աղոթքը, որը հայ քրիստոնյաները արտասանել են դարեր շարունակ։ Հայկական օծման աղոթք։ Աստված հայր մերձ, Deus Pai Proximu։ Երկնային հայր, Հիսուս Քրիստոսի, կենթանի Աստծո անունով, Սուրբ Հոգու զորությամբ, այս պահին մոտենում եմ քո շնորհի գահին։ Ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի անցկացրեց մութ բանտում աղոթելով Հայաստանի դարձի համար, այնպես էլ ես ներկայանում եմ քո առջև համառ աղոթքով։ Ինչպես Տրդատ թագավորը ծնկի իջավ եւ մի ամբողջ ազգ նվիրաբերեց քեզ, այնպես էլ ես ծնկի իջնում եմ եւ ամբողջ էությունս նվիրաբերում քեզ։ Տեր, ես հայտարարում եմ, որ այս օրը սուրբ է։ Ես այս հաջորդ 24 ժամերը նվիրում եմ քո փառքին։ Ես սրբացնում եմ ամեն մի պահը, որը մնացել է ինձ համար այսօր ապրելու համար։ Ամեն շունչը գովասանք կլինի։ Սրտի ամեն զարկը կլինի երկրպագության ակտ։ Յուրաքանչյուր քայլ կլինի քայլ քո ներկայությամբ։ Յուրաքանչյուր խոսք կլինի քո բարության վկայությունը։ Յուրաքանչյուր գործողություն կլինի քո թագավորությանը ծառայելու արարք։ Տեր, ինչպես որ Հայաստանը դարձավ ազգերի լույսը նախ Քրիստոսին ընդունելով, այնպես էլ ինձ լույս դարձրու այսօր, ուր էլ որ գնամ։ Ինչպես հայ նահատակները ընտրեցին մահը քո անունը ուրանալու փոխարեն, տուր ինձ քաջություն ճուրանալու իմ հավատքը այս աշխարհի ճնշումների մեջ։ Ինչպես Արարատ լեռը մնացել է անսասան դարերի ընթացքում, հաստատիր ինձ որպես ամուր շայռը, որը ոչ մի փոթորիկ չի կարող շարժել։ Ես նվիրում եմ իմ միտքը, թող իմ բոլոր մտքերը մաքուր եւ հաճելի լինեն քեզ։ Ես սրբացնում եմ իմ աչքերը, որպեսզի տեսնեմ միայն սուրբը եւ հեռանամ ամեն անմաքրությունից։ Ես սրբացնում եմ ականջներս, որպեսզի լսեմ քո ձայնը մյուս բոլոր ձայներից վեր։ Ես սրբացնում եմ բերանս, թող խոսքերս լի լինեն շնորհքով։ Կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ովքեր պետք է իրենց օրը նվիրեն Տիրոջը։ Երկրորդ, բաժանորդագրվեք ալիքին եւ միացրեք զանգակը, որպեսզի չբացքողնեք ոչ մի աղոթք։ Երկրորդ, ներդրում ենք ցանկացած չափով, որը Սուրբ Հոգին կհուշի ձեր սրտին տալու։ Նվիրատվության հղումը գտնվում է ստորև նկարագրության մեջ։ Յուրաքանչյուր կոպեկը 100%-ով ներդրվում է կյանքեր փոխակերպող բովանդակություն ստեղծելու մեջ։ Մենք հովանավորներ չունենք, մենք ինստիտուցիոնալ աջակցություն չունենք, մենք բացառապես կախված ենք ձեզ նման եղբայրներից եւ քույրերից։ Դարձեք այս ծառայության գործընկերը, եղեք հոգիների այս բերքահավաքի մասը։ Հիմա շարունակենք մեր հզոր օծման աղոթքը։ Մուտք Սաղմոս 23, հայ հովիվը։ Հայաստանում Սաղմոս 23-ը հատուկ նշանակություն ունի, որովհետև Հայաստանը հովիվների ազգ է։ Կովկասյան լեռներում հազարամյակներ շարունակ հայ հովիվները հոգ են տարել իրենց հոտերի մասին։ Գայլերի, արջերի, ձնապքի եւ դավաճան ժայռերի մեջ։ Եվ նրանք գիտեին մի ճշմարտություն։ Լավ հովիվը իր կյանքը տալիս է գառների համար։ 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ քրիստոնյա քահանաները հոգևոր հովիվները բառացիորեն զոհաբերեցին իրենց կյանքը, պաշտպանելու իրենց համայնքները։ Նրանց տանջեցին, խաչեցին եւ կենթանի այրեցին։ Բայց նրանք չլքեցին իրենց ոչխարներին։
որովհետև նրանք ծառայում էին Գերագույն Հովիվին։ Նա ով ասաց. Ես եմ բարի հովիվը, եւ իմ կյանքը դնում եմ ոչխարների համար։ Եվ հիմա հենց այս պահին նույն հովիվը այստեղ է ձեզ հետ։ Պատրաստ եմ ձեզ առաջնորդել այսօրը։ Պատրաստ է պաշտպանել ձեզ բոլոր վտանգներից։ Պատրաստ է բավարարել յուրաքանչյուր կարիք։ Հայտարարեք ինձ հետ հիմա Սաղմոս 23-ի սրբազան խոսքերը. Տերն է իմ հովիվը, ես ոչինչ չեմ կարոտի։ Օ Տերը իմ հովիվն է, Ո Սինյոր Էմել Պաստոր։ Սա պարզապես գեղեցիկ արտահայտություն չէ, սա սեփականության հայտարարություն է։ Երբ դուք ասում եք Տերը իմ հովիվն է, դուք ասում եք ես նրան եմ պատկանում։ Ես նրա սեփականությունն եմ, ես նրա խնամքի տակ եմ։ Եվ երբ դուք պատկանում եք Տիրոջը, երբ դուք Գերագույն Հովիվի ոչխարն եք, գալիս է մի փառահեղ խոստում. ես ոչինչ չեմ պակասի։ Բարձրաձայն հայտարարեք. ես ոչինչի պակասություն չեմ ունենա։ Եվս մեկ անգամ. այսօր ոչինչի պակաս չի զգալու։ Դժվարություններին դիմակայելու համար ուժի պակաս չի լինի։ Որոշումներ կայացնելիս իմաստության պակաս չի լինի։ Փորձությունների նկատմամբ համբերության պակաս չի լինի։ Անհրաժեշտ պարագաների պակաս չի լինի։ Վտանգի դեմ պաշտպանության պակաս չի լինի։ Հարաբերություններում հմայքի պակաս չի լինի։ Փոթորիկների ժամանակ խաղաղության պակաս չի լինի։ Ես ոչինչ չեմ պակասի, բացարձակապես ոչինչ, որովհետև Տերն է իմ հովիվը։ Նա ինձ պարկեցնում է կանաչ արոտավայրերում, տանում է ինձ հանդարտ ջրերի մոտ։ Հայաստանի լեռներում կանաչ արոտավայրեր եւ հանդարտ ջրեր գտնելը գոյատևման հարց է։ Ձմեռները դաժան են, երաշտները խիստ են, տեղանքը քարքարոտ է։ Հայ հովիվը պետք է իմանա տարածքը։ Դուք պետք է իմանաք, թե որտեղ կա քաղցրահամ ջուր։ Դուք պետք է ուղղորդեք ոչխարներին դեպի լավագույն արոտավայրերը։ Եվ Տերը, քո հովիվը, կատարելապես գիտի քո կյանքի տարածքը։ Նա գիտի, թե որտեղ է դրույթը։ Նա գիտի, թե որտեղ կա թարմացուցիչ։ Նա տեսնում է, թե որտեղ կա հանգիստ։ Եվ նույնիսկ հիմա, նույնիսկ եթե դուք դժվարությունների անպտուղ հովտում եք, նա ձեզ առաջնորդում է դեպի կանաչ արոտավայրեր։ Նույնիսկ եթե քո հոգին ծարավ է, նա քեզ տանում է դեպի հանդարտ ջրեր։ Դու պարտավոր չես մենակ գտնել քո ճանապարհը։ Դուք պարտավոր չեք ինքնուրույն գտնել լուծումը։ Դուք ունեք մի հովիվ, որը առաջ է գնում։ Այն թարմացնում է իմ հոգին։ Սա է ձեզ համար խոստումը այսօր։ Սառնարանային պահպանում, երկարացում, վերականգնում։ Քո հոգնած հոգին կթարմանա։ Ձեր տխուր հոգին կվերականգնվի։ Քո վիրավոր սիրտը կվերականգնվի։ Ինչպես։ Հովիվն էր, Պարզապես նրա մոտ լինելով դուք թարմանում եք։ Պարզապես նրա հետ քայլելով դու նորոգվում ես։ Պարզապես նրան վստահելով դուք վերականգնվում եք։ Քո անվան համար առաջնորդիր ինձ արդարության ճանապարհներով։ Քո անվան սիրո համար։ Ոչ թե իրենց արժանինքների շնորհիվ։ Ոչ թե նրա կատարողականի պատճառով։ Ոչ թե իր կատարելության պատճառով, բայց նրա անվանի համար։ Երբ դու քո օրը նվիրում ես Տիրոջը, երբ դու հայտարարում ես, որ պատկանում ես նրան, նրա անունը վտանգված է։ Եվ Աստված պաշտպանում է իր անունը։ Աստված պաշտպանում է իր սեփական հեղինակությունը։ Աստված պատվում է իր սեփական փառքը։ Ապա նա կառաջնորդի ձեզ ճիշտ ճանապարհներով իր անվանի համար, որպեսզի ոչ ոք չկարողանա ասել, որ Աստված լքում է իր զավակներին։ Որպեսզի բոլորը տեսնեն, որ Աստված հավատարիմ է նրանց, ովքեր նվիրաբերում են իրեն։ Որպեսզի ակնհայտ լինի, որ Աստված հոգ է տանում իրենց մասին։ Նույնիսկ եթե մահվան ստվերի հովիտում քայլեմ, չարից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Ահա նվիրագործված օրվա ամենահզոր խոստումը։ Հայերը լավ ծանոթ են մահվան ստվերի հովիտներին։ 1915 թվականին հազարավոր հայ քրիստոնյաներ ստիպված եղան երթով անցնել Սիրիայի անապատով։ Մահվան երթ։ Կանայք, երեխաներ, տարեցներ։ Ջուր չկա, սնունդ չկա։ Գիզիչ արևի տակ։ 100 հազարավորներ մահացան։ Բայց նրանք, ովքեր ողջ մնացին, վկայում էին մեկ բանի մասին։ Աստծու ներկայությունը նրանց հետ էր։ Ամենամռայլ պահերին նրանք զգում էին հովին մոտ։ Ամենախորը հովիտներում նրանք զգացին աստվածային ընկերակցությունը։
Մահվան ամենախորը ստվերի մեջ նրանք հանդիպեցին ներկայության լույսին։ Եթե Աստված նրանց հետ էր այնտեղ, այսօր էլ քեզ հետ կլինի։ Կարևոր չէ, թե որ հովիտով ես անցնում։ Կարևոր չէ, թե որքան մութ է ստվերը։ Անկախ նրանից, թե որքան մոտ կարող է թվալ մահը։ Դու ինձ հետ ես։ Հայտարարիր սա։ Դու ինձ հետ ես, Տեր։ Եվս մեկ անգամ։ Դու այսօր ինձ հետ ես։ Եվ եթե նա ինձ հետ է, ես չարից չեմ վախենա։ Քո գավազանն ու քո գավազանը մխիթարում են ինձ։ Ձողը արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու համար։ Անձնակազմը ճիշտ ուղիներով ուղեցույց տալու համար։ Պաշտպանություն և ուղղորդում։ Պաշտպանություն և առաջնորդություն։ Ամեն ինչ, ինչ ձեզ անհրաժեշտ է այսօրվա համար, քահանան կտա ձեզ։ Դուք պաշտպանված կլինեք յուրաքանչյուր հարձակումից։ Դուք կուղղորդվեք յուրաքանչյուր որոշման մեջ։ Եվ դա քեզ մխիթարում է։ Դա դատարկ մխիթարություն չէ։ Դա կեղծ հույս չէ։ Դա իրական մխիթարություն է, հիմնված իրական հովի իրական ներկայության վրա։ Դու սեղան ես պատրաստում իմ առաջ իմ տանջողների ներկայությամբ։ Ինչ անսովոր խոստում։ Աստված չի սպասում, որ թշնամիները հեռանան նախքան քեզ օրհնելը։ Նա սեղանը գցում է նրանց առջև։ Մինչ նրանք դիտում են։ Մինչ նրանք ատամները կրճտացնում են։ Մինչ նրանք կլանված են նախանձով։ Ցեղասպանության ժամանակ, մինչ օսմանյան թուրքերը փորձում էին ոչնչացնել հայերին։ Մինչ աշխարհը լուր էր մնում, մինչ մահը շրջապատում էր նրանց բոլոր կողմերից, Աստված սեղան է պատրաստել իր ժողովրդի համար։ Հրաշալի դրույթ, գերբնական պաշտպանություն, աստվածային պահպանություն։ Եվ այսօր հենց հիմա, անկախ նրանից, թե ով է քո դեմ, անկախ նրանից, թե ինչ խնդիրներ են քեզ շրջապատում, անկախ նրանից, թե քանի թշնամիներ են քեզ շրջապատում, Աստված սեղան է պատրաստում քեզ համար։ Օրհնությունների սեղան, հաղթանակների աղյուսակը, բարեկեցության սեղան, բուժիչ սեղան, վերականգնման սեղան, և քո տանջողները ստիպված կլինեն հետևել, թե ինչպես ես օրհնվելու։ Դու յուղով օծում ես գլուխս, և բաժակս լիքն է։ Օծում։ Հայկական ավանդույթում սուրբ յուղով, մյուրոնով օծելը ամենակարևոր սովորույթներից մեկն է։ Հայկական սուրբ մյուրոնը պատրաստվում է ընդամենը 7 տարին մեկ, օգտագործելով 4-րդ դարի բաղադրատոմս։ Այն պարունակում է ավելի քան 40 բաղադրիչ, յուղեր, համեմունքներ, ծաղիկներ։ Եվ երբ հայ քրիստոնյան օծվում է այս յուղով, դա սրբազան պահ է, որովհետև օծումը բաժանում է, օծումը սրբացնում է, օծումը զորացնում է, և հենց հիմա հոգևորապես Աստված յուղով է օծում քո գլուխը, Սուրբ Հոգու յուղը, օծում, որը լուծեր է կոտրում, օծում, որը կործանում է ամրոցները, օծում, որը չեղյալ է հայտարարում անեծքները, օծում, որը զորացնում է հաղթանակի համար։ Հայտարարեք, ես եմ Տիրոջ օծյալը։ Հայտարարեք, բարձրյալի օծումն ինձ վրա է, և իմ բաժակը լցվում է, այն դատարկ չէ, կիսով չափարված չէ, լիքը հեռացնում է, առատություն, չափազանցություն, ավելի քան բավարար է։ Քո ուրախության բաժակը լցվում է, քո խաղաղության բաժակը լցվում է, քո շնորհի բաժակը լցվում է, քո բարեհաճության բաժակը լցվում է, քո օրհնությունների բաժակը լցվում է։ Անշուշտ, բարությունն ու ողորմությունը կհետևեն ինձ կյանքիս բոլոր օրերին, և ես հավիտյան կբնակվեմ Տիրոջ տանը։ Անպայման, սա է սրբագործված Սաղմոսի եզրակացությունը։ Ոչ թե գուցե, ոչ թե ով գիտի, ոչ թե եթե ամեն ինչ լավ ընթանա։ Անպայման, Աստծո երաշխիքն է, դա երկնքից իջած հրաման է, դա կնքված խոստում է, բարությունը կհետևի ինձ, ողորմածությունը կլինի ինձ հետ, ամեն օր, ոչ թե որոշ, ոչ թե մեծ մասը, ամեն օր, իմ կյանքից, ոչ թե ժամանակավորապես, այլ հավերժ, և ես կբնակվեմ Տիրոջ տանը։ Սա է իմ ճակատագիրը, սա իմ տունն է, սա իմ մշտական տեղն է, երկար օրերի համար, հավերժ, հավերժ, անվերջանալի։ Ազգում եք այս աղոթքի զորությունը։ Եթե Սուրբ Հոգին հենց հիմա դիպչում է ձեր սրտին, ես ուզում եմ հրավիրել ձեզ գործնական ձևով մասնակցելու այս ծառայությանը։ Այս ալիքը ձեր օգնության կարիքն ունի շարունակելու համար։
Որակյալ բովանդակություն ստեղծել է, Սուրբ գրքի խորը ուսումնասիրությունը, աղոթքին ժամեր նվիրել է, օցիալ պատգամները տարածելուն։ Այս ամենը պահանջում է ժամանակ եւ ռեսուրսներ։ Ինչպես կարող եք օգնել, կիսվել։ Ուղարկեք այս տեսանյութը 3 մարդու հենց հիմա։ Մեկնաբանություն։ Գրեք ամեն մեկնաբանություններում, եթե այս աղոթքը օրհնել է ձեզ։ Նվիրաբերություն։ Ցանկացած գումար, անկախ նրանից, թե որքան փոքր է, տարբերություն է ստեղծում։ Նվիրատվության հղումը նկարագրության մեջ է։ Pix, PayPal, բանկային փոխանցում։ Ընտրեք այն մեթոդը, որը Տերը կդիպչի ձեր սրտին։ Երբ դուք ցանում եք այս ծառայության մեջ, դուք ցանում եք հոգիների բերքահավաքի մեջ։ Դուք դառնում եք գործընկեր այս աղոթքների միջոցով վերափոխված յուրաքանչյուր կյանքում։ Աստված հարյուրապատիկ բազմացնի ձեր զոհաբերությունը։ Հիմա անդրադառնանք 91-րդ Սաղմոսին, Աստվածային պաշտպանության Սաղմոսին, որը հայ քրիստոնյաները արտասանում էին մարտերից առաջ։ Սաղմոս 91 Անսասան Վահանը։ Եթե Սաղմոս 23-ը խոսում է հոգատար հովի մասին, ապա Սաղմոս 91-ը խոսում է պաշտպանող ամրոցի մասին։ Դարեր շարունակ հայ զինվորները մարտի գնալուց առաջ արտասանել են այս Սաղմոսը։ Հայ մայրերը այս Սաղմոսն էին աղոթում իրենց երեխաների համար, նախքան նրանք տնից դուրս կգան։ Քահանաները այս Սաղմոսը հռչակեցին ժողովների վրա հալածանքներից առաջ։ Ինչու՞։ Որովհետև այս Սաղմոսը պարունակում է պաշտպանության խոստումներ, որոնք հակասում են բնական օղջ տրամաբանությանը։ Խոստումներ, որոնք կարող են բացատրվել միայն գերբնականով։ Եվ այսօր դուք կհայտարարեք այս խոստումները ձեր կյանքի ընթացքում։ Դուք կակտիվացնեք այս աստվածային վահանը այս սրբագործված օրվա ընթացքում։ Դուք կզգաք պաշտպանություն, որը հրեշտակներն են գրում, իսկ դևերը վախենում։ Պատրաստվեք։ Բարձրյալի ապաստարանում բնակվողը ամենակարողի ստվերում կհանգստանա։ Նա, ով այնտեղ է բնակվում։ Ոչ թե նա, ով պարբերաբար այցելում է։ Ոչ այն տեսակը, որը երբեմն է լինում։ Նա, ով բնակվում է, ով ապրում է, ով մնում է, ով ապրում է անընդհատ։ Ամենաբարձրյալի թաքցոցում, կամ ի գաղտնի տեղ, թաքնված տեղ, Աստծոս հետ մտերմության վայր։ Եվ երբ դուք նվիրում եք ձեր օրը, երբ առանձնացնում եք ձեր կյանքը, երբ սրբացնում եք ձեր ժամանակը, դուք մտնում եք այս թաքցոցը։ Ամենակարողի ստվերում, ամենակարողի ստվերը։ Նա, ով ունի բոլոր իշխանությունը։ Այն ինչը կարող է անել ամեն ինչ։ Եվ այնտեղ դուք կհանգստանաք։ Նա մենակ չի կռվի։ Ձեր ջանքերը ապարդյուն չեն լինի։ Դուք պարզապես կհանգստանաք, մինչ ամենակարողը կպայքարի ձեզ համար։ Հայտարարեք. Ես բնակվում եմ ամենաբարձրյալի ապաստանում։ Հայտարարեք. Ես հանգստանում եմ ամենակարողի ստվերում։ Ես Տիրոջ մասին կասեմ. Նա իմ ապավենն ու ամրոցն է, իմ Աստվածը, որին ես վստահում եմ։ Ես կասեի. դուք պետք է դա հայտարարեք ձեր բերանով։ Դու պետք է դա հռչակես շուրթերովդ։ Դուք պետք է բարձրաձայն խոստովանեք, որովհետև խոսքի մեջ զորություն կա։ Այսպիսով հայտարարեք հիմա. Նա իմ ապաստանն է։ Երբ փոթորիկները գալիս են, ես ունեմ ապաստան։ Երբ հարձակումները գալիս են, ես ունեմ ապաստան։ Երբ քաոս է տիրում, ես ապաստան ունեմ։ Նա իմ ամրոցն է, անառիկ, անթափանցելի է, անսասան։ Ոչ մի թշնամի չի կարող մեզ տապալել։ Ոչ մի զենք չի կարող թափանցել դրա միջով։ Ոչ մի հարձակում չի կարող այն ոչնչացնել։ Իմ Աստված, որին ես վստահում եմ։ Ես չեմ վստահում իմ սեփական ուժերին, ես վստահում եմ իմ Աստծուն։ Ես չեմ վստահում իմ կարողություններին, ես վստահում եմ իմ Աստծուն։ Ես չեմ վստահում մարդկային պաշտպանությանը, ես վստահում եմ իմ Աստծուն։ Ամբողջովին, անպայման, լիովին, որովհետև նա կփրկի քեզ թրջնորսի որոգայթից և մահացու համաճարակից։ Թրջունների որսորդական թաքարդից, թաքնված թաքարդներ, այն վտանգներից, որոնք դուք չեք տեսնում, քողարկված թաքարդներից։ Քանի անգամ է Աստված փրկել քեզ այնպիսի դժբախտ պատահարներից, որոնց մասին դու նույնիսկ չգիտեիր։ Քանի անգամ է նա փոխել քո ուղին, և դու նույնիսկ չգիտես, թե ինչու։ Քանի անգամ է նյարդայնացնող ուշացումը փրկել ձեզ ողբերգությունից։
Աստված էր, որ փրկել քեզ թրջնորսի որոգայթից։ Դա այնքան վնասակար է։ Կործանարար հիվանդություններից, մահացու հիվանդություններից։ Ավերիչ համաճարակներ։ Նա կազատի քեզ, նա պաշտպանում է քեզ, նա պաշտպանում է քեզ։ Նա քեզ կծածկի իր փետուրներով, եւ նրա թևերի տակ դու ապաստան կգտնես։ Ինչ գեղեցիկ պատկեր է, ինչպես արծիվ, որը ծածկում է իր ճտերին իր հզոր թևերով։ Աստված պահապան լինի ձեզ։ Ահա թե ինչպես է Աստված թաքցնում քեզ։ Ուրեմն Աստված պահապան լինի քեզ, եւ այդ աստվածային թևերի տակ դուք գտնում եք ապաստան։ Այսօր հենց հիմա դու ծածկված ես բարձրյալի փետուրներով, պաշտպանված ամենակարողի թևերով, պաշտպանված աստվածային գրկախառնությամբ։ Քո ճշմարտությունը քո վահանն ու պաշտպանն է։ Աստծո ճշմարտությունը, թշնամուց սուտ չկա, ոչ թե աշխարհի խաբեությունները, առանց հանգամանքների կեղծիքի։ Աստծո ճշմարտությունը հետևյալն է. նա սիրում է քեզ, վահան, թող նա պաշտպանի քեզ, վահան, թող նա երբեք չլքի քեզ, վահան, նա լավ ծրագրեր ունի քեզ համար, բրոքել։ Այս ճշմարտությունը պաշտպանում է ձեզ, այս ճշմարտությունը պաշտպանում է ձեզ, այս ճշմարտությունը պաշտպանում է ձեզ։ Դու չես վախենա գիշերվա սարսափներից, ոչ էլ ցերեկը թռչող նետից։ Դուք չեք վախենակ։ Աստվածային կարգ, երկնային հրովարտակ, ամենաբարձրյալի հրամանը, գիշերվա սարսափերը, մղձավանջներ, գիշերային անհանգստություններ, մթության վախեր, դուք չպետք է վախենաք։ Ցերեկով թռչող նետա, տեսանելի հարձակումներ, հայտնի վտանգներ, ակնհայտ սպառնալիքներ, դուք չպետք է վախենաք։ Հայտարարեք. ես չեմ վախենա գիշերվա սարսափերից։ Հայտարարեք. Ես չեմ վախենա ցերեկը թռչող նետից։ Վախը տեղ չունի Սուրբ Օրը։ Ահաբեկչությունը մուտք չունի Աստծո համար նախատեսված կյանքին։ Ոչ խավարում թաքնվող համաճարակը, ոչ էլ կեսօրին կործանող ժանտախտը։ Օր թե գրիշեր, լույսի մեջ թե խավարի մեջ։ Դուք երբեք անպաշտպան չեք։ Պաշտպանությունը գործում է 24/7 ռեժիմով, առանց ընդհատման, անթերի։ Ոչ մի սողանցեք։ 1000-ը կարող է ընկնել քո կողքին, 10,000-ը քո աջ կողմում, բայց այն քեզ չի մոտենա։ Ինչ խոստում։ 1000 կողքի, քեզ չեն հարվածի։ 10,000 դեպի աջ, ձեզ չեն հարվածի։ Ինչու՞։ Որովհետև դու նվիրեցիր քո օրը, որովհետև դու թևերի տակ ես, որովհետև դու ապրում ես թաքնված։ Հայերը տեսան այս խոստման բառացի կատարումը։ Հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած կոտորածների ժամանակ ոմանք գերբնականորեն պաշտպանված էին։ Մի կես միլիոն մարդու կյանք խլած ցեղասպանության ժամանակ որոշները անվնաս դուրս եկան։ Ոչ թե որովհետև նրանք ավելի լավն էին, բայց որովհետև նրանք սրբազանվել էին։ Միայն քո աչքերով կտեսնես, եւ կտեսնես չարագործների վարձատրությունը։ Դուք կտեսնեք Աստծո արդարությունը։ Դուք ականատես կլինեք աստվածային դատաստանին։ Բայց դուք ինքներդ չեք դուժի։ Որովհետև դու Տիրոջը դարձրիր քո ապավենը եւ բարձրյալին քո բնակավայրը։ Սա է բանալին։ Սա է պայմանը։ Սա է պաշտպանության պատճառը։ Դու Տիրոջը դարձրել ես քո ապաստանը։ Դա ընտրություն էր։ Դա որոշում էր։ Դա նվիրաբերման ակտ էր։ Եվ այս ընտրության շնորհիվ խոստացված ողջ պաշտպանությունը ձերն է։ Քեզ վնաս չի հասնի, եւ քո վրանի մոտ որևէ ժանտախտ չի մոտենա։ Ոչ մի վնաս։ Ոչ որոշ չարիքներ, ոչ էլ չարիքների մեծ մասը։ Ոչինչ։ Անհետևանքային ժանտախտ։ Ձեր տունը պաշտպանված է, ձեր ընտանիքը անվտանգ է, ձեր տունը ծածկված է։ Որովհետև նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներում։ Հրեշտակներ, հեզոր երկնային էակներ, աստվածային կամքի կատարողներ։ Նրանք ստացան հրաման,
ոչ թե խնդրանք, ոչ թե առաջարկ, հրաման։ Փրկեք ձեզ, քո բոլոր ճանապարհներով, դուք հրեշտակային ուղեկցորդ ունեք։ Դուք ունեք երկնային պաշտպանություն։ Դուք ունեք աստվածային պահապաններ։ Նրանք քեզ իրենց ձեռքերի վրա կբարձրացնեն, որպիսի օդքդ քարի չդիպչի։ Հրեշտակները քեզ պահում են, հենց որ դու պատրաստվում էիր ընկնել, նրանք բռնեցին քեզ։ Հենց որ դու արդեն սայթակելու վրա էիր, նրանք քեզ բարձրացրին։ Երբ դու գրեթե վիրավորվել էիր, նրանք պաշտպանեցին քեզ։ Դու կկոխոտես առյուծին ու կոբրային, ոտքի տակ կկոխոտես առյուծի ձագին ու օձին։ Հիշատակարկություն, դու զոհ չես, դու հաղթող ես։ Դու որս չես, դու հոգևոր որսորդ ես։ Դուք իշխանություն ունեք ոտնակող անելու ձեր թշնամիներին։ Առյուծ, տեսանելի վտանգ, դուք կկոխոտեք։ Օձ, թաքնված վտանգ, դուք կլինեք ձեր ոտքերի վրա։ Քանի որ նա ինձ շատ էր սիրում, ես նրան էլ կազատեմ։ Ինչու այդքան շատ պաշտպանություն։ Որովհետև նա սիրում էր ինձ, Աստված պատասխանում է քո սիրում։ Երբ դու սիրում ես նրան նվիրաբերության միջոցով։ Երբ ամբողջ սրտով փնտրում ես նրան։ Երբ դու նրան ընտրում ես ամեն ինչից վեր, նա կազատի քեզ։ Ես նրան կազատեմ, որովհետև նա ճանաչել է իմ անունը։ Աստծո անունը իմանալու համար։ Ոչ միայն նրա անունը իմանալը, այլև նրան ճանաչելը։ Եհովա Նիսի, Տերն է իմ դրոշը։ Եհովա Ռաֆա, Տերը, որը բժշկում է։ Եհովա Շալոմ, Տերը խաղաղություն է։ Եհովա Ջիրեհ, Տերը կապահովի։ Եհովա Ռոհի, Տերն է իմ հովիվը։ Եվ քանի որ դուք ճանաչում եք նրան, նա ձեզ անվտանգ է պահում։ Նա կկանչի ինձ և ես կպատասխանեմ նրան։ Երբ դու աղաղակում ես, Աստված պատասխանում է։ Ուղիղ գիծ դեպի դրախտ, անմիջապես մուտք դեպի գահը։ Ես նրա հետ կլինեմ դժվարությունների մեջ։ Դա չի խոստանում տառապանքի բացակայություն, բայց այն խոստանում է ներկայություն տառապանքի պահերին։ Եթե դժվարություն լինի, նա ինձ հետ կլինի։ Ես նրան կազատեմ և կփառավորեմ։ Երկու խոստում։ Ես կազատեմ։ Նա քեզ կհանի իրավիճակից։ Ես կփառավորեմ։ Նա կպատվի այդ ընթացքում։ Ես նրան կբավարարեմ երկար կյանքով և նրան կցույց տամ իմ փրկությունը։ Ապրեք երկար, վաղաժամ մահ չկա։ Երկարագեցություն։ Դու կապրես բոլոր այն օրերը, որոնք Աստված է քեզ համար նախատեսել։ Եվ դուք կտեսնեք Աստծո փրկությունը։ Վերջին աղոթքը օծման և պաշտպանության համար։ Երկնային Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու զորությամբ, ես այժմ կնքում եմ այս նվիրաբերումը իմ օրվա վրա։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը կնքվեց որպես առաջին քրիստոնյա ազգ։ Ճիշտ այնպես, ինչպես Արարատ լեռը կնքվեց որպես ուխտի վայր։ Ինչպես հայ նահատակները կնքվեցին հավատքի արյունով։ Ես կնքում եմ իմ օրը Հիսուսի արյունով։ Ես հրամայում եմ, որ այս օրը սրբազան է։ Ես հայտարարում եմ, որ այս օրը պաշտպանված է։ Ես հռչակում եմ, որ այս օրը օրհնված է։ Ինձ ոչ մի վնաս չի հասնի։ Իմ տունը ոչ մի ժանտախ չի հասնի։ Ոչ մի թշնամի չի հաղթի ինձ։ Որովհետև Տերն է իմ հովիվը, ես ոչինչ կարիք չեմ ունենա։ Որովհետև Տերն է իմ ապաստանը, ոչինչ չի վնասի ինձ։ Որովհետև Տերն է իմ ամրոցը, ոչինչ չի կործանի ինձ։ Աստծո հրեշտակներ, ես կանչում եմ Աստվածային հրամանը, պահպանեք ինձ իմ բոլոր ճանապարհներով։ Հիսուսի արյուն, ես կանչում եմ քո փրկագործ զորությունը, ծածկիր ինձ ամեն անեծքից։ Սուրբ Հոգի, ես կանչում եմ քո մխիթարական ներկայությունը, լցրու ինձ զորությամբ վերևից։ Ես կգնամ և կվերադառնամ խաղաղությամբ։ Ես դուրս եմ գալիս և մտնում եմ պաշտպանությամբ։ Ես քայլում եմ և մնում օրհնության ներքո։ Հիսուս Քրիստոսի, Նազարեթցու, անունով, կենդանի Աստծո որդու, Հուդայի ցեղի արյուծի, մորթված գառի, թագավորների թագավորի, տերերի տիրոջ, ալֆայի և օմեգայի, սկիզբի և վերջի։ Ամեն և ամեն։ Հզոր վերջնական կոչ։ Եղբայր, քույր, դուք հասել եք այս հզոր աղոթքի վերջին։ Սա պատահական չէր։ Սուրբ Հոգին քեզ այստեղ առաջնորդեց, որովհետև նա ունի ինչ-որ հատուկ բան քեզ համար։ Հիմա ես պետք է խնդրեմ, թիրեք բան,
Մեկնաբանություններում հայտարարեք ամեն, եթե զգացել եք այս օծման զորությունը։ Ձեր վկայությունը կխրախուսի հազարավոր մարդկանց։ Կիսվեք այս տեսանյութով հիմա 5 մարդկանց հետ, ովքեր պետք է իրենց օրը նվիրեն Տիրոջը։ Եղեք օրհնության գործիք։ Ներդրում ունենալ այս ծառայությանը։ Այո, գիտեմ, որ անհարմար է փողի մասին խոսելը, բայց ճշմարտությունն այն է, որ առանց ռեսուրսների այս ալիքը չի շարունակվի։ Ձեր նվիրատվությունը ցանկացած գումարի չափով հնարավորություն է տալիս ստեղծեք ավելի շատ օծված տեսանյութեր, հասնելով ավելի ծարավ հոգիների, ներդրումներ կատարելով ավելի լավ որակի մեջ։ Ավելի շատ ժամանակ հատկացրեք աղոթքին եւ ուսումնասիրությանը։ Նվիրատվության հղումը նկարագրության մեջ է։ Երբ դուք նվիրաբերում եք այս ծառայությանը, դուք ցանել Աստծո արքայությունում, լինելով հոգիների բերքահավաքի մասնակից, ներդրում կատարելով հավերժության մեջ, ձեր սեփական կյանքում ցանելու եւ հնձելու օրենքի ակտիվացում։ Թող Աստված հարյուրապատիկ բազմացնի քո սերունդը, թող սրբագործվածների բարգավաճումը լինի քո բաժինը։ Հիմա գնա սրբագործված, գնացեք պաշտպանված։ Գնա օրհնյալ։ Շարունակելով առաջին քրիստոնյա ազգի 17220 երկամյա հոգևոր ժառանգությունը։ Հավատարիմ Հովվի 23-րդ սաղմոսը ծածկված է։ Պաշտպանված աստվածային պաշտպանության սաղմոս 91-ով։ Այսօրը այլևս սովորական չէ, այն սրբազան է։ Այսօրը այլևս քոնը չէ, այն Տիրոջն է պատկանում։ Այսօրը այլևս անորոշ չէ, այն երաշխավորված է Աստծո խոստումներով։ Վառ առաջ հավատով։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։